Համակարգային խնդիրները իհարկե կապված են թե պահման պայմանների, թե առողջության հետ կապված խնդիրների, թե քրեական գործերի հետ կապված, թե նաև կալանավորված անձանց թվի ավելացման հետ, որոնք քրեակատարողական հիմնարկում են հայտնվում, թեպետ եւ մենք ունենք այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորություն, բայց դատարանները շարունակում են կալանքը հիմնականում կիրառել եւ այս պահին քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը ավելի շատ է, քան դատապարտյալների եւ այստեղ մենք բազմաթիվ այսպիսի խնդիրներ ունենք, այդ թվում նաեւ ունենք խնդիրներ կապված քրեական ենթամշակույթի հետ եւ զբաղվածության, երբ քրեակատարողական հիմնարկում պայմանները անմարդկային են, մեղմ ասած, արդեն հոգեկան առողջության եւ երկրորդային այլ խնդիրների մասին խոսելը շատ ավելի դժվար է դառնում եւ այդ պայմաններում եւ նաեւ կոմունիկացիան խտրականության ենթարկվելու ռիսկերը, որոնք կարող են լինել քրեակատարողական հիմնարկում, նույնպես պատահարացնում է քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեկան առողջությունը եւ ֆիզիկական վիճակը եւս։ Եթե նկատի ունենանք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր նաև ունեն հոգեբանական աջակցության կարիք, այսինքն նրանց մոտ խնդիրը արտահայտված չէ այն սրությամբ, որ միայն հոգեբուժական օգնության դաշտում պետք է գտնվեն, ապա նշեմ, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական անձնակազմի կողմից ցանկացած մուտքի պարագայում իրականացվում է հոգեկան առողջության զննություն եւ խորքային գնահատում, բացի այդ արդեն քրեակատարողական հիմնարկի կողմից նաև ցանկացած մուտքի դեպքում առանձին որպես ընթացակարգ իրականացվում է ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործիքակազմ, նախնական զննություն եւ խորքային գնահատում տարբերակներով։ Տեսնում ենք այս անձնակազմին, ովքեր իրականացնում են սոցիալական եւ հոգեբանական բնույթի աշխատանքներ, նրանց հմտությունները զարգացնել, բարելավել, նոր աշխատակիցներ ներգրավել մեր քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև հնարավորության դեպքում կազմակերպել սուպերվիզիոն ծառայություններ մասնագետների համար ու ընդհանուր առմամբ նաև շենքային այնպիսի պայմաններ ստեղծել, որոնց պարագայում հնարավոր կլինի իրականացնել որակյալ մասնագիտական աշխատանք անհատական հոգեբանական խորհրդատվության տեսքով եւ նաև խմբային հոգեբանական աշխատանքի։ Կալանավորների հոգեկան առողջության գնահատում իրականացնում է հատուկ գործիքակազմի միջոցով սկրինինգային գործիքակազմը, որ հիմնարկ քրեակատարողական հիմնարկ մուտքի պահին, առաջի անգամ մուտքի եւ հաջորդիվ եթե դատական process-ից եւ այլն ինչ-որ անձի համար կարևոր իրադարձությունից հետո գալիս է պարտադիր սկրինինգի ենթարկվում է, սկրինինգի արդյունքներով հաջորդիվ ուղղորդման ցուցումնատրվում կարիք ունի հոգեբուժի խորքային զննության թե ոչ։ Եթե արդեն հաստատվում է հոգեկան առողջության խնդիրը, վերցնում է հաշվառման հոգեբուժի կողմից ու գտնում է մշտապես հոգեբուժի հսկողության տակ։ Միանշանակ համագործակցությունը առկա է ոչ միայն ծանր հիվանդների բուժման մասով, այլ նաև դժվար մատչելի հետազոտությունների մասով։ Քաղաքացիական բոլոր հիվանդանոցները պատրաստ են եւ ընդունում են ազատազրկված անձանց անկախ կարգավիճակից, ելնելով ախտորոշումից ու տրամադրում է պատշաճ բուժօգնություն նաև քաղաքացիական հիվանդանոցում։